Շնորհակալ եմ շատ պարոն Պողոսյան ձեր զեկույցի համար։ Ես էլի վերապատրաստող ծառայողների թվին անդրադառնամ, որովհետև ամենտեղ հենց դա եմ նշмарել։ Էլի թիվը նախատեսվածից քիչ է եղել, իհարկե բացատրությունը կա, անտեսվավորման լրացուցիչ վերապատրաստման անհրաժեշտություն չառաջանալու պատճառով, բայց հիմա մենք համոզված ենք, որ բոլորը ունեն այդ բարձր նիշը քննիչների եւ վերապատրաստման անհրաժեշտություն չունեն, այդ իսկ պատճառով ցածր է եղել թիվը, այսինքն մյուս տարի նախատեսել ենք ավելի քիչ թվով պատրաստման դասընթացն դա եմ ուզում ճշտել։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում մեր քննիչները շատ ավելի մեծ թվով են վերապատրաստում, ուղղակի որոշակի ուղղություններով այդ վերապատրաստումների քանակը էականորեն իջել է, մասնավորապես նախատեսված էր, որ քննիչները պետք է վերապատրաստում անցնեն փորձագիտական հիմնարկներում, փորձագիտական հմտություններ, փորձագետին բնորոշ օժանդակ աջակցություն ցուցաբերելու հետ կապված հմտություններ ձեռք բերելու հետ կապված դասընթացների մասնակցեն, բայց ես արդեն նշեցի, որ քննչական կոմիտեի կազմում գործում է փորձաքրեագիտական կենտրոն ՊՕԱԿ-ը, որը հենց քննչական կոմիտեի կազմում է եւ ցանկացած գործով փորձագետները քննիչի հետ մեկնում են անմիջապես դեպքի վայր եւ քննիչին ցուցաբերում են աջակցություն, մասնագիտական եւ անմիջական աջակցություն, դա վերաբերվում է դեպքի վայրում, օրինակ, չգիտեմ, որոշակի նյութեր վերցնելուն, տարբեր ձևով եւ հետեւաբար, քանի որ փորձաքրեագիտական կենտրոն ՊՕԱԿ-ը արդեն քննչական կոմիտեի կազմում է, ես անհրաժեշտություն չեմ տեսնում, որպեսզի լրացուցիչ գումարներ տանք քննիչներին, նախ տնտեսում ենք այս առումով գումարները եւ երկրորդը քննիչի ժամանակն ենք նաեւ խնայում, քննիչը այս ընթացքում իր գործով է զբաղվում։